Մենք հիմա կխնդրեմ մեր պանելային քննարկման մասնակիցներին գալ, այսպես ասած, դեպի հարթակ։ Առաջինը հրավիրում եմ Հայկ Ասֆանյանին, ով ՓՄԶ ասոցիացիայի խորհրդի անդամ է եղել, մի քանի համաժողովի պատվիրակ, տնտեսագետ, Սամվել Մելիքսեթյանին, խնդրեմ պարոն Մելիքսեթյան, եւ Աղասիթ Հավազյանին։ Տիկին Սուլթանյան, դուք ուզում եք պանելի մասնակցել, չէ՞։ Նորից ողջունում եմ, հարգելի գործընկերներ, մենք իրականում այս քննարկումների շարքը այդ նույն շարքի ոնց որ տրամաբանության վերջի հանդիպումն է, ու ես օրակարգում որ գրել էի, հարգելի գործընկերներ, էլի, կուզենամ հենց այդ թեմայից սկսենք։ Մենք այդ նախորդ հանդիպումները այդ քաղաքական թիմերի հետ անում ենք հենց այդ հարցադրումով, ՓՄԶ-ն այսօր ու ՓՄԶ-ն վաղը։ Ես պարոն Ֆանյանի հետ հիշում եմ բանում Facebook-յան երկխոսությունն էլ ձեր ու պարոն Թունյանի տեսա, որ կարևորում ենք նաև պարոն Ֆանյանը որպես տնտեսագետ նաև քաղաքական թիմերի ծրագրերին կարծիք տալու ու հիշում եմ որ հրավիրում էի, ասես չէ, ես չեմ ուզում խառնվեմ դրան, բայց էլի կրկնվում եմ, որ շատ կարևոր է, այո, դժվար է, բայց շատ կարևոր է չեզոքություն պահպանելով նաև անել, գնահատական տալ ու այդ մասով հենց հարկեր турքերում պարոն Ֆանյանը էլի հյուր էր ու դրան այդ հարցը որ տվեցի շատ հետաքրքիր պատասխանեց ու ինձ թվում է շատ տրիվիալ ու բան ասաց իմ համար կարևոր է որ այդ հանդիպումներին լինում են տնտեսագետներ, որոնք իրենց մասնագիտական այսպես ասած կարծիքը դնում են մի կողմ, սկսում են քաղաքական խոսալ, որը շատ ավելի դժվար է։ Իհարկե իմ համար էլ շատ գնահատալի է, որ մարդը անկախ ամեն ինչից իր մասնագիտական տիրույթում է մնում ու փորձում է չեզոք կարծիք տալ։ Ելնելով դրանից, պարոն Ֆանյան, հենց դեզայնից սկսենք։ ՓՄԶ-ն այսօր ու ՓՄԶ-ն վաղը։ Շատ լավ, շնորհակալություն։ Իրականում, երբ որ մենք խոսում ենք ՓՄԶ-ի զարգացման մասին, մենք այս հարցով էլ պարոն Ավագյան գիտեմ, որ մենք հակասություններ ունենք։ Իմ տեսլական առհասարակ նրան է կանում, որ տնտեսության հիմնական շարժիչ ուժը պետք է հանդիսանան խոշոր ընկերությունները, որոնք իրենց հերթին կձևավորեն առողջությունները, որին կմիանան նաև փոքր կազմակերպությունները, ՓՄԶ-ները։ Դրա ամենավառ օրինակը Զանգեզուրի պանզանոթային կոմբինատն է, երբ որ մենք տեսնում ենք Սյունիքի մարզում ինչքան ձեռնարկություններ կան, որոնք իրենց գործունեությունը անուղղակիորեն կապում են ՓՄԶ-ի հետ, խոշոր ընկերությունների հետ եւ նաեւ այդպես զարգանում են։ Եթե խոսենք ՓՄԶ-ի մասին, պարոն Ավանեսյանը նշեց 70%-ը, դա ըստ էության բիզնես ոլորտի համախառն ավելացված արժեքի մասին է խոսքը գնում, երբ որ նայում ենք արդեն համախառն ներքին արդյունքում, այնտեղ 34.3%-ի մասին է խոսքը գնում, բայց մի դրական նորություն կա, որ 2024 թվականի համեմատ 2025 թվականին ՓՄԶ-ի մասնաբաժինը հնայում 31.6%-ից դարել է 34.3%։ Դա էլ մենք հիմնականում ՓՄԶ-ները ասելով պատկերացնում ենք փոքր կազմակերպություններին, բայց մեր օրենսդրության համաձայն դրանք մինչև 249 աշխատակից ունեցող ձեռնարկություններն են եւ այդտեղ մենք եթե հաշվի առնենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը վերջին տարիներին բավականին լուրջ զարգացում է ապրել, այդ առումով նաեւ ՓՄԶ-ի դիրքը մեր տնտեսության մեջ ավելի ամրապնդվել։ Ես դուք այսօրվա եւ վաղվա մասին հարց տվեցիք, ես եկեք ձեռներեցության մասին խոսենք։ Եթե խոսում ենք ձեռներեցության մասին, չէ, ձեռներեցության մասին որ խոսենք, որովհետեւ ցանկացած տնտեսության, այսպես ասած, կարևոր բաղադրիչը այդ ձեռնարկատերերի խավն է, որոնք իրենց միջոցով արդեն ամբողջ տնտեսությունը ոտքի են կանգնեցնում։ Ես տեսնում եմ դրական նաև մոնիտորը, հա, ձեռնարկատիրության մոնիտորը, որ բարբերաբար Հայաստանում հետադարձություն արվում եւ իրականացվում է, տեսնում ենք դրական տեղաշարժողությամբ եւ ես վստահ եմ, որ մեր պետության կայացման կարևոր, այսպես ասած, կոմպոնենտը դա ձեռնարկատերերն են լինելու, ՓՄԶ-ն է լինելու, որը մենք հուսով եմ ավելի լավ ապագա ունենա, քան թե այս պահին կա։ Շատ լավ, ամեն դեպքում մնում եք ձեր այդ գնահատական չեք ուզում տակ այս պահին գոնե ձեզ հայտնի քաղաքական ուժերի ՓՄԶ-ն վաղը խոստումներին։ Գիտեք, երբ որ մենք նայում ենք այդ, ես կխուսափեմ կոնկրետ, առանձնացրել եմ այդ ցանկը, գիտեք, շատ ասես մանրամասնասկսված սուբսիդիաների, չգիտեմ, եւ այլն, որոնք ինչ հետևանքներ կարող ունենալ եւ ինչքանով իրատեսական չեն, էլի անվանական չնշեմ, բայց
Եթե sense ամփոփիչ այդ քաղաքական համենայն դեպս գոնե սկզբնական փուլում մենք նկատում ենք, որ տնտեսական բաղադրիչի վրա շատ մեծ ուշադրություն կա, բայց կարծես թե վերջի փուլում իրավացիորեն այդ տնտեսական բաղադրիչից ավելի շատ քաղաքական կամ տարածաշրջանային ոնց որ քննարկումների դաշտ անցավ այդ թեժ ոնց որ բանը եւ այդ տնտեսական կոմպոնենտը նվազեց նաեւ կարեւորություն այդքանով։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Թավադյան, խնդրեմ նույն հարցը ձեզ, հաշվի առնելով, որ պարոն Թավադյանը նաև տվյալ կոմ հարթակի հիմնադիրն է, ու այնտեղ բարբերաբար հենց տվյալներով ինքը փորձում է ցույց տալ իրական պատկերը, խնդրեմ։ Շնորհակալություն հարթակից սկսելու համար։ Բավականին հետաքրքիր հարթակ է տվյալ.com-ը, որտեղ բավականին հետաքրքիր տվյալներ են հրապարակվում, թարմացվում են, հուսով եմ կմտնեք ձեզ հետաքրքիր կլինի։ Ինչ խոս ՓՄԶ-ի մասին, ընդհանուր տնտեսության մասին, իհարկե վերջին տարիների ընթացքում 2018 թվականից ենք եթե խոսում, տնտեսությունը բավականին աճ է արձանագրել, կումուլատիվ 50% աճ է արձանագրել, սակայն որոշակի բացասական տրենդեր կան, որոնց մասին կուզենայի ուշադրություն դարձնել։ Հիմնականում եթե մենք նայենք տնտեսությունը ըստ ճյուղերի, ապա հիմնական աճ արձանագրել են ՏՏ ոլորտը եւ բանկային ոլորտը, որոնք 2018 թվականից սկսած 3 եւ ավել անգամ աճել են։ Տնտեսությունը ընդհանուր զարգացել է, սակայն ըստեղ խնդիրն այն է, որ կենտրոնացման աստիճանը ավելի է մեծացել տնտեսության մեջ, խոսքը գնում է Երևանի մասին։ Օրինակի համար, եթե խոսում ենք աշխատավարձային ֆոնդի մասին, որը մի քանի անգամ աճել է 4-5 այս կառավարության օրոք, որը ողջունելի է, հիմնականում այդ աճը արձանագրել է Երևան քաղաքում եւ այս պահին, եթե 2018 թվականին նայենք ընդհանուր աշխատավարձային ֆոնդի մոտավորապես 73%-ներ կումուլատիվ գրանցվում Երևան քաղաքում, այս պահին 80%-ն է կումուլատիվ գրանցումը Երևան քաղաքում։ Նույնը վերաբերվում է այլ ցուցանիշներին, օրինակի համար առևտրին, որը նույնպես մոտավորապես վերլուծությունը արկա է, հրապարակվել է արդեն մոտավորապես 70%-ն այս պահին առևտրի մեծածախ եւ առնածախ Երևան քաղաքում, որը որոշակի մտահոգություններ է առաջացնում եւ ստեղ առաջին հերթին մենք պիտի մտածենք հավասարաչափ Հայաստանի Հանրապետության զարգացման համար մասին։ Իհարկե ՓՄԶ-ները աճել են, այսինքն սա էլ է դրական, մեր գործընկեր Ֆանյանը դրա մասին նշեց եւ եթե նայենք ընդհանուր առմամբ այս ընդհանուր տնտեսական աճը, որ մենք ունեցել ենք 7%-անոց, դա նշանակում է, որ ՓՄԶ-ների աճի հիման վրա էլ է դա ունեցել հիմնականում։ Ընդհանուր աճի տենդենսները դրական են, սակայն պետք է հաշվի առնենք նաև ՓՄԶ-ների խնդիրների մասին, որովհետև ՓՄԶ-ները այս պահին ոչ միայն հարկերի հետ կապված կարող է խնդիրներ ունենալ, այլ առաջին հերթին վարչարարության հետ խնդիրներ լինեն, որովհետև շատ մարդիկ, կազմակերպություններ որոշակի գործողություններ չեն անում կամ որոշակի գործընթացների հետևից չեն գնում, որովհետև վախենում են վարչարարությունից, վախենում են դրա դժվարությունից, անհասկանալիությունից, եւ այստեղ ոչ միայն հարկային բեռի բարձրացումն է առաջին հերթին մտահոգիչ, այլ վարչարարության խնդիրների առաջացումը ՓՄԶ-ների մոտ, որովհետև շատ ընդհանցակարգեր բարդ են, անհասկանալի են եւ եթե որոշակի ՓՄԶ կարողանում է դրա մեջ գլուխ անել, առաջ է գնում, սակայն շատերը չեն ուզում դրա մեջ մտնել կամ խորանալ, որովհետև դա կամաց ավելի շատ խնդիրներ է առաջացնում։ Ընդհանուր առմամբ այսքանը, ավելի մանրամասն ճյուղերի մասին կխոսանք։ Մենք կգանք այդ հարցին, որտեղ պարոն Ֆանյանի իր խոսքում ասաց, մենք միշտ այդ վեճը ունենք, որ ինքը ասում է լավախոշորները լինեն, տենց առաջնահերթություն տան կողքից այդ, ես չարձագանքեցի, որտեղ ուզում եմ այսօրվա մեր հայտարարած կարևոր թեմաներից մեկին ավելի շատ ժամանակ տանք, բայց եթե վերջում մնա այդ ժամանակը, միևնույն է շարունակում եմ, ինչքան էլ սիրում հարգում եմ, մենակ շարունակում եմ մնալ իմ կարծիքին, որ ընդ որում իրական հատվածում տեսնեմ։ Այսօրվա մեր օրակարգում մենք մի հատ հետաքրքիր թեմա ենք դրել, որը ցավոք սրտի տենց կարծում եմ մենք էլ երևի չհասցնենք տենց շատ մեծ բացենք, բայց ինքը բոլոր եթերներում տենց ինչ որ բանի նման է կախվել մեր գլխին, թե որպես ընտրող, թե որպես ՓՄԶ, այդ որ ասում են Ռուսաստան, թե արևմուտք, թե ԵԱՏՄ, թե էս ինչ, դրա համար այդ թեման դրել ենք, բայց ես հիմա կուզենամ
խոսենք մենք հենց ՓՄԶ տեսանկյունից, էլի, ու ընդհանուր առմամբ նաև ես իմ կարծիքը ասեմ, որ ընդհանրապես չեմ կիսում, այս դեպքում չեմ կիսում թեյերի գաղափարը, որ պետքա ընտրություն կատարել թեյի մեջ, էլի, մանավանդ եթե խոսում ենք բիզնեսի մասին, որտեղ բիզնեսի համար ցանկացած հնարավորություն դա հնարավորություն է, չէ՞, որ ասում եմ բիզնեսում եւ պատերազմում բոլոր գործիքները ընդունելի են։ Ամեն դեպքում այդ սկսենք դրանից, պետքա խոսել թեյերով, հետո կգանք տնտեսագետներին, էլի, այսինքն թե խոսենք ընդհանրապես հնարավորությունների, խնդրեմ, պարոն Մելիքսյան։ Ես այստեղ ասելու այդքան երկար բան չունեմ, հավանաբար միայն կարող եմ ասել, որ այդ ընտրությունը, որի մասին դուք խոսում եք, քանի որ ես հայկական խորհրդի փորձագետ լինելով եւ զբաղվելով որոշակիորեն հայ-ռուսական հարաբերություններով, կարծում եմ, որ այդ ընտրությունը միայն մենք չենք կատարում ցավոք սրտի եւ այն հարաբերություններում, որտեղ երկու կողմերն են կատարում ընտրությունները, միշտ չէ, որ դու ունես լծակներ ազդելու այդ հակառակ կողմի ընտրության վրա, առավել եւս, որ այդ ընտրությունը նույն կողմը կատարել է 2003 թվականից հետո Վրաստանի նկատմամբ, Մոլդովայի նկատմամբ, Ուկրաինայի նկատմամբ եւ այս գործոնը կա, հա, մենք լինելով, ասենք, նայելով գործընթացներին միայն Հայաստանից, սա իմ ընդհանուր նաև տպավորությունն է բոլոր քաղաքական գործընթացների մասին, հաճախակի այս ընդհանուր համատեքստը, ասենք, բաց ենք թողում, հա, կամ իրան այնպիսի կարևորություն չենք տալիս, որը ինքը ունի, եւ գտնվելով այդ մեր ներքին փուչիկի մեջ հաճախակի գերագնահատում ենք նաեւ մեր ներքին գործոնների եւ մեր ազդեցության, այսպես ասած, չափանիշը, հա, ասա իմ ընդհանուր, այսպես ասած, տեսական մոտեցումն է այս հարցին, վստահ եմ իմ գոլեգաները լինելով մասնագետ եւ տնտեսագետ շատ ավելի բովանդակային պատկերացում ունեն այս հարցի շուրջ։ Շնորհակալություն, որ ձեր խոսքում ասացիք տեսական, որովհետեւ հիմա գալիս եմ տնտեսագիտական ու հենց ձեր հարևանությամբ նստած մեր շատ հարգարժան պարոն Ֆանյանի վերջերս հրապարակած թվերը Access վերլուծական կենտրոնի, որտեղ ձեր ասացի թվայինը հակառակն է ասում, պարոն Մելիքսյան, որ որոշում են կայացրել եւ այլն, ես խնդրեմ հենց պարոն Ֆանյանը այդ թվերը հնչեցնի, չնայած ես հանել էի վերջին թվերը, որտեղ դեպի Ռուսաստան արտահանման ծավալները գերակշիռ չափաբաժին ունեն մեր Հայաստանից արտահանվող ապրանքների եւ այնպես չի, որ այդտեղից ասում եմ բաներ խնդիրները այդ 2003-ից տենց եղել, այլ հակառակը դա հնարավորություն ա եղել ու ելի կրկնես հարցս նաեւ ձեր համար, պարոն Ֆանյան, բիզնեսի տեսանկյունից առնվազն մենք պետք է անենք թեյի որոշում, այսինքն կամ-կամի էլի, թե միասնական եւ-ի որոշում, խնդրեմ։ Ես երևի սկսեմ վերջի հարցից, կարծում եմ գոնե հայտարարվող քաղաքականության մասին, որ խոսք գնում է պետական քաղաքականության, խոսքը եւ-ի մասին է, այլ հարց է, որ մեր ռուս գործընկերները կարծես եւ տարբերակ իրենց համար ընդունելի չէ։ Եվ եթե եւ տարբերակ իրենց համար ընդունելի չէ, այստեղ մեր հարցը արդեն այլ դաշտ է գնում, հա, եւ ես պարոն Մելիքսյանի հետ համաձայն եմ այն հարցում, որ լինում են հարցեր, որտեղ մենք չենք միայն որոշում կայացնող կողմը, հա, այսինքն այնպես չի, որ մենք ուզում ենք այսպես թե այնպես։ Ես կարծում եմ ամեն դեպքում ընտրություններից հետո իրավիճակը որոշակիորեն կփոխվի եւ այն հայտարարությունները, որի մասին մենք լսում ենք այսօրերին, ավելի շատ հայկական նախընտրական գործընթացներին որոշակի ազդեցություն ունենալու միտում ունի, քան թե ռեալ իրավիճակ, որովհետեւ եկեք չմոռանանք նաեւ Ռուսաստանը ռազմաքաղաքական ազդեցությունը Հայաստանի վրա որոշակիորեն, եթե չասենք զգալիորեն նվազել է, այն միակ լծակը, որ այսօր Հայաստանի վրա ունեն, դա տնտեսությունն է եւ եթե այնպես ստացվի այդ լարն էլ կտրվի, ռուսական, այսպես ասած, ներկայությունը մեր հոգի վրա շատ սիմվոլիկ կդառնա, ուղղակի։ Հետեւաբար ես չեմ կարծում, որ Ռուսաստանը ինքը այնպիսի քայլեր իրականացնի, որ այսպես ասած, էական մեր իրավիճակը բարդանա։ Կարծում եմ նախընտրական նշանակություն ունի, նախընտրական իրադրությունից հետո կարանք քննարկենք, թե ինչ տեղի կունենա։ Ամեն դեպքում նույնիսկ կարճաժամկետ է այդ սահմանափակումը, որը գործի։ Մենք հիմա առնչվում ենք պտուղ բանջարեղենի արտահանման ակտիվ սեզոնի հետ, շուտով ծիրանի արտահանման սեզոնն է սկսվելու, եւ եթե հաջողվի մինչեւ հունիսի վերջ գոնե հարաբերությունները վերականգնել, ելի մենք կունենանք որոշակի կորուստներ, բայց դրանք, այսպես ասած, շատ մեծ չեն լինի։ Մենք այո, Access վերլուծական կենտրոնը որոշակի ուսումնասիրություն ենք արել 2025 թվականի տվյալներով, վերցրել ենք
Այն հիմնական 10 ապրանքները, որոնք մենք արտահանում ենք Ռուսաստան, դրանք հիմնականում ոչ անկամքային, հա, ծագում ունեցող ապրանքներ են։ Մենք տեսնում ենք օրինակ կոնյակ, վիսկի եւ այլն, դրա 84%-ն է ովում Ռուսաստան, մրգերինը 93%-ը, բանջարեղենների 95%-ը։ Բանֆանյան, նշեք, ընդհանուր, ասենք, օղի կոնյակ արտահանվող ապրանքի։ Այո, ընդհանուր օղի Հայաստանից արտահանվող կոնյակի, վիսկի 84%-ը, Հայաստանից արտահանվող մրգերի 93%-ը եւ այսպես շարունակ, հա, օրինակ հատած ծաղիկները, cut flowers, հա, անգլերեն 89%-ը եւ այսպես շարունակ։ Սա ինչ է խոսում։ Մենք շատ ենք խոսում արտահանման դիվերսիֆիկացիայի մասին եւ այլն, սա նշանակում է, որ նախորդ տարիներին մեր աշխատանքները բավարար չեն եղել, որպեսզի այս մասնաբաժինը նվազի։ Մենք քայլեր արտահանման ռազմավարական ծրագիրը ընդունվեց, բայց ֆինանսավորման հետ կապված խնդիր առաջացավ եւ այլն եւ այսպես լիքը այլ հարցեր, որոնց արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք։ Սա իր մեջ ռիսկեր է պարունակում, եթե մեր առաջ դրված այդ խնդիրը թե, այո, մեր տնտեսության համար սա ռիսկեր է պարունակում։ Ես նաև առաջ ընկնելով ասեմ, որ մենք այս պահին ուսումնասիրում ենք Access վերլուծական կենտրոնով պատրաստում ենք նոր քաղաքականության համառոտագիր, ուզում ենք դիտարկենք Մոլդովայի փորձը եւ գիտեք դա 2006 թվականին, 2013 թվականին Ռուսաստանը բավականին կոշտ սահմանափակումներ մտցրեց ու կոնյակի այդ խաղի արժեքային նկատմամբ, գինի կոնյակ, մենք հիմա փորձում ենք ուսումնասիրենք, այնտեղ ԵՄ-ն օրինակ ունի մի շարք ազատականացված այսպես շուկայի հնարավորություններ տրամադրել, օրինակ Շվեդիան շատ ակտիվ օժանդակել, որպեսզի թունդ ալկոհոլը հայտնվի նաև, գիտեք Շվեդիայում մոնոպսոնիկ է ալկոհոլի շուկան, աջակցություն են այսինքն տրամադրել, որպեսզի Մոլդովան ինչ-որ մի ձև կարողանա դիմակայել։ Հիմա մենք ուսումնասիրում ենք այդ փորձը, որը նաև մեր կառավարության ներկայացուցիչներին, ազգային ժողովի ներկայացուցիչներին կներկայացնենք, որպես օրինակ, որ Շատ լավ, բայց ես մի հատ կարճ հարց տեստամ ու գամ պարոն Թավադյանին։ Պարոն Ֆանյան, նայեք, ասում եք, բավարար չափով աշխատանք չի արվել, չէ՞, ու պաշտոնական առնվազն ես ինքս էլ հետևում եմ, պաշտոնական նշվում է, որ մենք ԵՄ այո գնալու ճանապարհն ենք ոնց որ մեր համար որպես ուղենիշ վերցրել ու եթե Ռուսաստան, այսինքն ԵԱՏՄ-ն եթե դեմ չի, տենց է հնչեցվում, եթե սխալ եմ ուղղեք ինձ, ԵԱՏՄ-ն եթե դա դեմ չի, ապա մենք նախընտրում ենք եւ-ը, հա, ու դա բերվել է արդեն պաշտոնական խոսույթ երկու կողմից էլ էլի։ Բնական է այն կողմից էլ ասում են, դե մեր համար ընդունելի չի, որովհետև դա այլ ընթացակարգ է եւ այլ տնտեսական գոտի է եւ այլն։ Հիմա այն ինչ որ դուք բերեցիք, ոչ միայն դուք, էլի, որ հիմա մենք ունենք սահմանափակումներ, որոշ համաձայն են, որ դրանք կարող են ոչ թե կարող են հնարավոր է նաև քաղաքական ինչ որ ազդեցությունների ու բանի ներքո է, հիմա ավելի սրացել է հայտարարությունները, սահմանափակումները եւ այլն, էլի։ Արդյոք դրա մասին այն պաշտոնյաները, ովքեր պատասխանատու էին, չէին կարող կանխատեսել եւ խուսափել այս լարվածությունից, էլի։ Ըստ ձեզ, էլի, որովհետև այդ տնտեսական մասը, որը որ հիմա Հայկ Ասֆանյանը գիտի, կներեք, չեմ նսեմ ասում ձեր վերլուծական կենտրոնի արած աշխատանքը, վստահ եմ էկономիկայի նախարարությունը գիտի, չէ՞, այսինքն ինչ ռիսկի ենք դնում, օրինակ ասենք մենակ մի պոզիցիան կոնյակն ու բանը, որ ասցիք, ամբողջ Հայաստանի արտահանվող այդ ապրանքախմբի մոտավորապես 87%-ն է, չէ՞, հենց ձեր դա։ Այսինքն մենք դա դնում ենք հարվածի տակ, հետո ասում ենք լավ, բավարար չենք արել, հետո կանենք եւ այլն, էլի։ Արդյոք այդ բանի հաշ չի։ Չէ, իր կարծիքը։ Չէ, հենց Չէ, հիմա որ այդ լարվածությունը կա ու նույնիսկ քաղաքական մասով Ես եթե կարելի է Ուրեմն մեր կառավարության օրոք Ռուսաստանի հետ կապված էլ ավել էր Ֆանյանին լսեք, եսի նկատի ունեի, հա, լավ, խնդրեմ ասեք։ Այս պահին Հայաստանի ավել են ամրապնդվել եւ այս պահին Հայաստանին ավելի դժվար կլինի ռուսական շուկային հրաժարվել, ավելի ցավոտ կլինի, քան 18 թվականին թերևս։ Որովհետեւ 18 թվականին եթե նայենք մեր արտահանումը, ապա մեր արտահանման 28%-ը բաժին են գնում Եվրոմիությանը, 29%-ը ԵԱՏՄ-ին գրեթե հավասար են։ Իրավիճակը փոխվել է, այս պահին 8%-ն ընդամենը Եվրոմիությանը բաժին են գնում, մոտավորապես 40%-ը ԵԱՏՄ-ին։ Դեպի ԵԱՏՄ մեր արտահանումը 18 թվականից այս կողմ
աճել է գրեթե 5 անգամ, դեպի Եվրոմիություն չի փոփոխվել, 1.5%-ով անկում է ապրել։ Այո, վերարտանումն էլ մեջը հաշված, սակայն ինչպես նշեց Ֆանյանը, մեր հիմնական արտադրության, այսինքն եթե մենք գյուղատնտեսության մասին ենք խոսում եւ հարակից ճյուղերի մասին, բացի ծխախոտից, մոտավորապես 80-90%-ը գնում է Ռուսաստանի Դաշնություն։ Նույնը վերաբերվում է դեղորայքի, մոտավորապես 60%-ը եւ այլ ապրանքների պլաստիկին, այսինքն մեր կախվածությունը շատ մեծ է ԵԱՏՄ շուկայից եւ վերջին տարիներին էլ ավելի է ամրապնդվել, այսինքն այստեղ խնդիր ունենք։ Եվ սա մեր ընդհանուր տնտեսական արդյունքի մեծ մասը գալիս է իրականում Ռուսաստանի Դաշնությունից, սա էլ պիտի հաշվի առնենք, որտեղ օրինակի համար 2022 թվականի 12.6% տնտեսական աճի կեսը բաժանել ենք բանկային ոլորտին եւ ՏՏ ոլորտին, որոնք անմիջապես աճել են Ռուսաստանից եկած կապիտալից եւ ՏՏ ոլորտի աշխատուժով։ Եվ ըստ ԵԱՏՄ համաձայնագրի 4-րդ կետի, որը բերում է կապիտալի աշխատուժը, ինչպես նաեւ ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժ, դա մեզ թույլ է տվել։ Եվ ընդհանուր առմամբ խոսելով դրա մասին, սա է այս հիմնական հոդվածն է, որը հավաքասում է ԵԱՏՄ-ի հետ, ԵՄ-ի հետ, Եվրոմիության հետ լիարժեք ազատ հարաբերություններ։ Սակայն սա ասելով իհարկե հնարավորություն կա կամ-կամի տրամաբանության, որը ըստ իս մի քիչ այլ տրամաբանությամբ մենք պիտի հաշվի առնենք, որովհետև ըստեղ նույնիսկ եթե մենք եւի հստակ տրամաբանություն կա, որ ուրիշ ձև մենք պիտի մտածենք, ըստեղ հարցը ինչու՞մ է, որ եթե մենք նույնիսկ Եվրոմիության հետ SEPA-ի լիարժեք անդամ լինենք, ըստեղ այլ հարցեր կան, որոնք թույլ չեն տալիս, այսպես ասած, թաքնված տարիֆներ մեր ապրանքներին ազատ գտնվեն Եվրոմիության շուկայում, այսինքն խոսքը գնում է բյուրոկրատիայի մասին, ստանդարտիզացման բարձր աստիճանի մասին, տրանսպորտային ծախսերի մասին, որոնք նույնիսկ եթե մենք լիարժեք SEPA-ի անդամ ենք, մեր գյուղատնտեսական ապրանքը չի կարողանա հասնել Եվրոմիություն պարզ այդ խոչընդոտների պատճառով, այսինքն տրանսպորտային լոգիստիկ ծախսերը, ստանդարտիզացման բարձր աստիճանը եւ այլն, բայց դա չի նշանակում, որ մենք չպիտի փորձենք մեր ապրանքը այնտեղ տեղափոխել եւ արտահայտենք եւ այստեղ եթե մենք խոսում ենք բուտիկային բարձր արժեք ունեցող ապրանքների մասին, որը նույնպես կարող մեր ՓԴՆՁ-ն արտադրի, ապա այստեղ արդեն իսկ տարիֆները էական չեն, որտեղ օրինակի համար չիլիական գինին լիարժեքորեն ու լավ ներկայացություն ունի Եվրոմիության շուկայում առանց Եվրոմիության հետ SEPA-ի կամ այլ պայմանագրեր կնքելով։ Եկեք այդ դրա մասին էլի կանդրադառնանք, պարոն Ֆանյանը ուզում էր արձագանքել։ Ես թեմային անդրադառնամ։ Իրականում պարոն Թավադյանը նշեց ոչ սակագնային, այսպես ասած բարիերների մասին, նշելով որ ԵՄ տարածքում շատ ավելի բարդ են։ Այո, ոչ սակագնային, այդ որակի պահանջներին առաջադրվող պահանջները շատ ավելի բարձր են, բայց կանխատեսելի են։ Ռուսական եւ բելարուսական, նույնիսկ ասենք Ռուսաստանը Բելարուսի նկատմամբ կաթի ներմուծման համար որոշակի այդպես որակի պահանջներից բխող սահմանափակումներ էր դրել, ինչ-ինչ էլի քաղաքական նպատակներով։ Այսինքն մենք Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսանալով, օգտվելով, այսպես ասած, սակագնային արտոնություններից, միաժամանակ բախվում ենք ոչ սակագնային բարիերների, որոնց հաղթահարելը առանձին դեպքերում բավականին լուրջ խնդրահարույց է մեր տնտեսության համար, մեր խնդիր է։ Ես չեմ ասում, թե մեր ապրանքները միշտ որակյալ են, ուղղակի այդ պահանջները, այսպես ասած, անտեղին են առաջադրվում։ Այո, մեր ապրանքի դեպքում կան խմբականակներ, կան արտադրողներ, որ արտադրանքը չի համապատասխանում այդ թվում նաև ԵԱՏՄ պահանջների։ Դեպ ԵԱՏՄ պահանջները բավականին մեծ կորելացված են ԵՄ պահանջներից եւ շատ դեպքերում ընդեղից այդ պահանջները եկել։ Այնպես չի, որ ԵԱՏՄ պահանջները ասենց օդից են գրել, շատ դեպքերում դրանք ԵՄ-ից ուղղակի ասում են կներեկից արտագրված պահանջներ են, այդ որակի չափանիշներին վերաբերող։ Այլ բանա, որ հայեցողական դրա կիրառումը կախված է քաղաքական նպատակահարմարությունից։ Սա կարծում եմ պետքա բոլորս ընդունենք եւ առաջ գնանք։ Հիմա ինչպես պետքա մեր կախվածությունը կամ զգայունությունը այդ քաղաքական վայրիվերումներից, զերծ բանք, սա նշանակում է պետքա հետեւական աշխատանք կատարենք եւ որ ես խոսում եմ դիվերսիֆիկացիայի մասին, իրականում խոսքը ոչ միայն ԵՄ-ի մասին է, առհասարակ ոչ կան ապրանքներ, որտեղ ԵՄ-ում մենք ունենք մրցունակ կլինի մեր ապրանքները, կլինեն եւ հակառակը։ Դուք նշեցիք, որ 18 թվականին օրինակ ԵՄ-ի մասնաբաժինը էականորեն նվազել է, մի քանի պատճառ կա դրա համար։ Օրինակ, նայեք, պղնձի խտանյութը, որը մենք արտահանում ենք, ինքը բորսայական ապրանք է եւ գնորդ կողմը կախված դրա նպատակարարությունից կարող է այդ
մետաղաձուլարանը տանի օրինակ Բուլղարիա, Շվեյցարիա, կարա տանի Չինաստան։ Այնպես է ստացվել, որ վերջի տարիներին չինական, այսպես ասած, ռիֆայներիները, հա, մետաղաձուլարանները ավելի մրցունակ են դարձել եւ բոլոր այդ ձեռքբերողները ոչ թե տանում են Եվրոպայում են, այսպես ասած, մետաղը հալում, հա, ստանում, այլ տանում են դեպի Չինաստան։ Սա նաև պատճառներից մեկը է, չեմ ասում մի պատճառը։ Բայց միևնույն ժամանակ, եթե նայեք 15 թվականից Հայաստանը դարել է ԵԱՏՄ անդամ, բնական է, որ պետքա մեր տնտեսական, այսպես ասած, կապերը ավելի խորանային ԵԱՏՄ-ի հետ։ Դա նորմալ process է, եթե հակառակը լիներ, առնվազն մենք կզարմանայինք։ Այլ բան է, եթե լուծումների մասին ենք խոսում։ Հայաստանը չունի ընդհանուր սահման Ռուսաստանի հետ եւ սա կարող է որոշակի բացառությունների տեղիք տալ, այսինքն Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ, չունենալով ընդհանուր մաքսային սահման Ռուսաստանի հետ, կարող է ավելի սերտ համագործակցություն հաստատի, եթե իհարկե դա քրիտիկական չդիտվի մյուս 4, այսպես ասած, անդամների կողմից, նույնիսկ ասենք ասեմ 2025 թվականի դեկտեմբերին էլ էր նույն իրավիճակին չի մա, եթե խոսքը գնում է Հայաստան-ԵՄ այդ հուշագրի մասին, որը մայիսի սկզբին կնքվեց, դա ստեյության պարզ էր, հա, եթե ես sense ասեմ, չեմ կարծում, ավելի շատ դա քաղաքական մոտիվ եմ տեսնում, քան թե բան։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, պարոն Թունյան, հենց այդ ես հեսա կտամ ձեզ խոսափողը, ես հենց այդի նկատի ունեի, որ Ֆանյանն էլ իր խոսքում ասում է, որ կանխատեսելի էր, օրինակ պայմանական եմ ասում, հիմա գալ ամենաբան էլի ՓՄԶ-ի տեսանկյունից, որ կոպիտ ասած ասում է իրան չի հետաքրքրում ինչ է կտե վերևը խոսած է պայման։ Օրինակ ունենք արտահանման ռազմավարություն։ Ինչ վիճակում է ինքը կառավարության ընդունած փաստաթուղթ է։ Ունենք այլ հիմա չհիշատակեմ էլի, երբ որ դիվերսիֆիկացիայի մասին խոսում ենք, բնականա տնտեսագետ, ոչ տնտեսագետ, ինձ թվում է դալիճում նստած ցանկացած մարդ, ով որ բիզնեսի հետ կապ ունի, ինքը միանշանակ ասելու է, այո, դուք ճիշտ եք ասում, դա բան է, տրիվիալ բան է, համաձայնենք։ Ասածս այնա, որ մենք չենք վախենում այդ հնարավոր ցնցումներից, կարող է տնային աշխատանք անենք նոր հայտարարենք, դա իմ ասածը, բայց խնդրեմ, եթե նույն այդ ԵՄ դեպի ԵՄ ուղղվածությունն ու քայլեր անելը։ Ասենք հիմա ես օրինակ հիշում եմ էկոնոմիկայում այդ նույն GSP+-ի ցուցանիշները որ նայում ենք, առանց հայտարարելու այդ հնարավորությունը կար։ Ու լավ հիշում եմ այդ 100 քանի ապրանքներից առաջի տեղում Էմիլը Արկոլադի ինքն էր, որ տենց կարողացել էր բաներ, բայց իրան էլ որ հարցնում էր, ասում էր տենց ես իմիջ չեմ արել, ես պրոստը սերտիֆիկացված ապրանք է, օգտվել եմ դրանից, բայց մնացած իմաստով որպես պետություն, այդ թվում ես այդ նայելով որպես պետական մաս, մենք դրանից չէինք օգտվել միջև վերջ, այն որ ունեինք այդ հնարավորությունը, էլի։ Դա ԵՄ բան չէր, ասոցիացիում չէր, բան չէր, այլ ինքը հնարավորություն էր, պատուհան էր, որոշակի խումբ ապրանքների կհիշեք, որ մենք կարտոնյալ ձևի ու հեշտացված կարողանում ենք մուտք գործել։ Խնդրեմ, պարոն Թունյան։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես չէի ուզում միջամտել, ուղղակի մի քանի բան կա, ամեն դեպքում կարծում եմ ճիշտ կլինի պարզաբանել։ Նախ իմ կարծիքով, եթե մենք նայում ենք ոչ միայն ապրանքների արտահանման, այլև ապրանքների եւ ծառայությունների, կարող է մի քիչ դինամիկան տարբեր լինի, մենք դրան էլ պիտի ուշադրություն դարձնենք, սա մեկ։ Երկրորդ, այս քննարկման ամենամեծ չեմ ուզի ասել բաց թողում, չգիտեմ, կամ ռակուրսի սխալը այն է, որ մենք դիտարկում ենք հիմնականում տնտեսական ասպեկտը, բայց Եվրասիական տնտեսական միությունը մենակ տնտեսության մասին չի, քաղաքականության մասին է։ Մենք այս մինչև վերջերս հենց եւ-ի քաղաքականություն էլ վարում ենք, այսինքն մի կողմից ՍԵՊԱ-ի պահանջներն ենք անում, մյուս կողմից Եվրասիական տնտեսական միության։ Ինչի է վերջի շրջանում սրվել այս խոսակցությունը, որովհետև ես պարոն Ֆանյանի հետ այդտեղ լրիվ համաձայն եմ։ Այդ եւ-ը արդեն անընդունելի է կողմերի համար աշխարհակաղակական իրավիճակով պայմանավորված։ Հիմա այդ մանևրելը շատ դժվար է, ասում են պիտի ինտերես կամ այս կողմը կամ այն կողմը։ Եթե լսել եք ռուսական կողմից հնչող հայտարարությունները, իրանք ինչ են ասում։ Իրանք ասում են մենք դեմ չենք, որ Հայաստանը հարաբերությունները զարգացնի Եվրամիության կամ այլ երկրների հետ։ Ուղղակի պետք է նկատի ունենալ, որ օրինակ Եվրամիության երկրները աջամիջոցներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ եւ ըստ էության դուք դառնում եք այդ ճամբարի մի մաս։ Եվ այդ խոսակցությունները սրվեցին հատկապես Եվրամիության ղեկավարների Երևանյան հավաքից հետո։ Բայց մի բան է ակնհայտ, ես ինչի եմ դրա համար շատ ուզում, որ անկախ փորձագետները
ավելի շատ խոսեն, որովհետև իրենց խոսքը ավելի օբյեկտիվ է ընկալվում ու ավելի ազատ են իրենց խոսքի մեջ։ Ես կարող եմ մի բան ասեմ, ինքը հետո տարբեր ձևերով դառնա պաշտոնական ինչ-որ տեսակետ, բայց ես էլ եմ կարծում, գրեթե համոզված եմ, որ ընտրություններից հետո այս խոսակցությունների ալիքը կտրուկ մարելու է եւ կարծում եմ, որ ռուսական կողմն էլ է հասկանում, որ եթե ինչ-որ մի երկիր անդամակցում է ինչ-որ մի միության, այդ նշանակում է առաջին հերթին այդ երկրին պիտի ձեռնտու լինի այդ միությանը անդամակցելը։ Այդտեղ շանտաժ, ստիպել, այդ մնացած գործիքները ամենաարդյունավետը չեն, մեղմ ասած, եւ վերջին բանը, որ ասում եք հաշվարկներ կան, այո, կառավարությունում այդպիսի վարժություններ արել են դեռ 2-3 տարի առաջ, ամենատարբեր ուղղություններով ռիսկերը գնահատվել են, ոչ միայն ապրանքային տեղաշարժերի սահմանափակման, այլև էներգակիրների թանկացման կամ, չգիտեմ, տրանսֆերտների հետ կապված սահմանափակումների առումով տարբեր սցենարներ դիտարկվել են, բայց Հայաստանի Հանրապետությունը չի գնում այն ճանապարհով, որպեսզի այդ հարաբերությունները փակի եւ Եվրամիությանը անդամակցելը, այս ամենավերջին բանը, մենք թյուրիմացության մեջ չենք, մենք գիտենք, որ Եվրամիությանը անդամակցելը կարող է տևել 5 տարի, 10 տարի, այնպես չի, որ Եվրամիությունում մեզ գրկաբաց սպասում են, մենք հենց այսօր հայտարարեցինք, վաղը մենք հասկանում ենք, որ դրա համար նախ մենք պիտի աշխատանք անենք, պատրաստ լինենք այդ ստանդարտներին, եթե ստանդարտներին պատրաստ լինենք, մենք կարող է Եվրամիությանը անդամակցելու կարիք էլ չունենանք, այդ շուկան մեր առաջ բաց լինի, բայց այնպես ներկայացնել, որ այսօր այդ հարցը դրված, որ մենք պիտի հենց այսօր որոշում կայացնենք Եվրամիություն ընդունվում ենք, թե չէ, դա ընդունելության քննություն չի բուհի ու մենք դա շատ լավ հասկանում ենք։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը գնում է երկու կողմերի հետ հարաբերությունները կարգավորելու, որովհետև հիմա այդքան շատ կարգավորված չէ այդ հարաբերությունները, եւ Մոլդովայի հետ որոշ զուգահեռներ հիմա անցկացվում են, տարբերություններն է, որ Մոլդովան ԵԱՏՄ անդամ չի, մենք ԵԱՏՄ անդամ ենք ու մենք գործընկեր երկիր ենք ու պիտի շատ դեպքերում այդ գործընկերությունը հաշվի առնի։ Իսկ կոնյակի մասով բոլորս էլ գիտենք, պարոն Ֆանյան ճիշտ եք ասում, այն ինչ գնում է Հայաստանից Ռուսաստան, ցավոք սրտի հիմնականում այն չի, ինչ ներկայացվում է։ Դա միշտ գիտեն բոլորը, պարզապես երբ պետք է այդ մասին խոսվում է, երբ պետք չի այդ մասին չի խոսվում։ Դա համար խնդիրը առաջին հերթին մեր մեջ է, մենք պիտի փորձենք նենց անենք, որ ինչ գնում է, ինչ գրված է, այդ էլ գնա։ Այդ ժամանակ կարող է էլի խնդիրներ առաջանան, բայց հաստատ այդքան շատ չեն առաջանա։ Շնորհակալ եմ պարոն Թունյան արձագանքի համար։ Մենք նաև չեմ ուզում էլ այդ թեման, որ տենց բաներ, բայց ինքը բոլորիս տաներում եղած հարցն է ու լավ է, որ խոսվում է, ինչպես դուք եք ասում, ու ամեն մեկը իր մասով բարձրաբանում է։ Կարևոր թեմաներից է, որ նաև ես հիշում եմ, որ Տիկին Սուլթանյանը առաջարկեց, որ դա քննարկման առարկա լինի, ու ես մտածում եի, որ կհետաքրքրի թրիփին թե այլն, թրիփին վերաբերվող այդ թեման, ու հասկացա, որ այդ որ ասում եք տնտեսականն եք խոսում, մեր ձևաչափը հենց տնտեսականն է, պարոն Թունյան, ու մենք նախորդ այդ հանդիպումներն էլ փորձել ենք, ասում եմ, շատ դժվար է եղել, բայց դու փորձում ես անդադ պահես տնտեսականը, որովհետև այդտեղ արդեն մեր ասոցիացիայի մանդատը չի, ու ուզում եմ պարոն Մելիքսեցյանին խոսք տամ ու այդ թեման էլ խոսենք ու անցնենք ավելի ազատ հարց ու պատասխանին։ Պարոն Մելիքսեցյան, ՓՄԶ-ի էլի հիմա կասեք էլի ՓՄԶ-ն, բայց ՓՄԶ համաժողովում ենք։ ՓՄԶ-ի տեսանկյունից եթե այդ թրիփի մասին խոսենք, կասեք, ասում եմ, մատների վրա, նապարծը խոսում, ասեք, ինչա դա տալու է թե չի տալու, ու պարոն Թունյանը այդ արքիր բան ասաց, որ այդ համաձայն եմ, ես դա նույն Բրյուսելում եմ հիշում, որ հանդիպման էինք ընդեղի պատգամավորների հետ, որ ասում են դա երկար process է, այդ ԵՄ անդամագրվել եւ ընդհանրապես, ու այստեղ նաեւ անընդհատ ես այդ որ խոսում ենք, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք, պարոն Ֆանյանն ասաց, բայց ԵԱՏՄ անդամ հարևան չունենք, եթե ԵՄ ասոցիացվի, ԵՄ-ի հետ էլ հարևան չունենք, էլ այսինքն մենք միշտ պետք է մտածենք ինչ-որ դեստանդարտ լուծումների գնանք, որովհետև մեր աշխարհագրական դիրքը առնվազն պարտադրում է մեզ, որ մենք դեստանդարտ լուծումներով գնանք։ Եվ այսպես թրիփ ինչա դա տալու ՓՄԶ-ին։ Եվ տալու է եթե ինչքան մոտ ապագայում դա է։ Շնորհակալություն։
Այս առումով, ինչպես նշեցիք, վերջին ջեր փաստարկը աշխարհագրությունը հենց իմ, այսպես ասած, հիմնական թեման է եւ աշխարհագրական ասպեկտը TRIP-ի, ընդհանրապես Հայաստանի նաեւ ներքին կապերի, արտաքին կապերի այն թեման է, որ ինձ հետաքրքրում է եւ ուղղակի հասկանալու համար հիմա Մեղրին եւ այդ տարածաշրջանը, որտեղով անցնելու է TRIP-ը, դա Հայաստանի հիմնական մասից Երևանից մոտ 6.5 ժամ ճանապարհ պահանջող բնակավայր է եւ պատկերացնելու համար խորհրդային տարիներին ինչպես է եղել նույն այդ պատկերը խորհրդային տարիներում մինչև 1979 թվականը երկու հիմնական կապը Մեղրի Երևանի հետ երկուսն էլ երկաթուղային եւ ավտոմոբիլային եղել է Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում ընդ որում մինչև 79 թվականը միակ կապը այսինքն Հայաստանի ներսում Մեղրին հուսալի կապ չի ունեցել Կապանի հետ ամբողջ կապը գնացել է հենց Նախիջևանի տարածքով Եվ օրինակ ավտոմոբիլով դա տևել է մոտ 3-3.5 ժամ ամենաշատը, գնացքով մի քիչ ավելի երկար, ու հիմա ինչպես նշեցի, ուղևորափոխադրումների դեպքում դա մոտ 6.5 ժամ է, 5 լեռնանցքներով անցնելով, ոլորաներով եւ այլն, եթե մենք խոսում ենք բեռնատարների մասին, դա մոտ 8 ժամ է, իսկ ձմեռային պայմաններում այդ կապը նաեւ ընդհատում է, այսինքն այս առումով, եւ որ այցելում եք Մեղրին, դուք հստակ տեսնում եք այդ տարածքի մեկուսացումը Հայաստանի հիմնական մասից, նաև այդ բնակչության նվազումը, այն բնակավայրերը, ընդհանրապես այդ երկաթուղին, որ եղել է խորհրդային տարիներին, մենք ունենք մի փոքր բնակավայր, դա Արաքսաշենն է, որ Մեղրի նաև կայարանն է այդ երթուղու վրա, կայարանը պարզ է չի գործում, նախկին գյուղեր մենք ունենք բնակչություն, որտեղ մոտ 5 անգամ նվազել է բնակչությունը, օրինակ Նռնաձորի բնակչությունը խորհրդային տարիներին 1500-ից ավել էր, հիմա մոտ 300, եթե ոչ ավելի պակաս, հա, այսինքն այս կոմունիկացիոն խնդիրը տեղում ստեղծել է նաև դեմոգրաֆիկ խնդիր եւ այլն։ Երկրորդը դա նաև վիզուալ կերպով մենք ուղղակի 10 օր առաջ քայլեցինք եւ անցանք ամբողջ հատվածը Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանից մինչեւ Ադրբեջանի հիմնական սահման երկաթուղու այդ հատվածով ու վիզուալ կերպով դուք կարող եք նկատել շատ հետաքրքիր մի բան եթե դուք նայում եք խորհրդային շրջանի գենշտաբի քարտեզները հա գլխավոր շտաբի նայում եք ինչա հայկական կողմից սահմանի եւ ինչա իրանական կողմից գրեթե չի եղել մշակվող հողամասեր շատ փոքր հողակտորների մասին է Հիմա երբ որ դուք նայում եք, իրանական կողմը ամբողջովին այնտեղ որտեղ աշխարհագրությունը թույլ է տալիս մշակվում է մինչև Արաքս գետը եւ Արաքս գետը օգտագործում են գյուղացիները, այդտեղ դուք կարող եք տեսնել ինչպես են անասունները արածում եւ այլն, հայկական կողմից պատկերը խիստ տարբերվում է, այսինքն կա փշալարը, կա սահմանափակ օգտագործվող տարածքներ Եվ կան տարածքներ գյուղատնտեսական, բավականին խոշոր, որոնք ոռոգման դեպքում կարող են շատ հեռանկարային լինել, բայց ուղղակի չեն օգտագործում կոմունիկացիաների պատճառով եւ նաեւ ներդրումների բացակայության պատճառով։ Ես կխնդրեմ այդ TRIP-ի մասը ներկայացնեք հիմա նույնիսկ այդ ձեր ասած խնդիրները դրանք այդ TRIP-ով լուծվելու են թե չէ։ Ես պարզ հարց տամ, ասենք հիմա դուք օրինակ եք բերում, որ Երևանից Մեղրի Նախիջևանով սովետական միության ժամանակ հեշտ էր գնալ Բայց որքանով ես տեղյակ եմ, այդ TRIP-ը չի լուծելու այդ հարցը։ Այսինքն TRIP-ով մենք չենք կարողանալու այդ ճանապարհով Երևանից գնանք Մեղրի այդ TRIP-ի ուղիով։ Ես ինչքանով գիտեմ, TRIP-ով լուծվելու է Ադրբեջանի ինքնավար մարզին միացնելու հարցը։ Չէ, TRIP-ի պայմանագիրը, այսինքն Վաշինգտոնյան հայտարարության հռչակագրի 3-րդ եւ 4-րդ կետերը, որոնք առնչվում են կոմունիկացիաներին, իրենք հստակ նշում են որ այդ պայմանավորվածությունները վերաբերվում են Ադրբեջան կապի, Ադրբեջանի միջազգային կապերի եւ նաեւ Հայաստան կապի, Հայաստանի միջազգային կապերի։ Նաեւ քանի որ ես մասնակցում եմ հայ-ադրբեջանական քաղաքասարակությունների եւ վերլուծական շրջանակների ուղիղ հանդիպումներին եւ այցելել ենք Բաքու եւ այս թեման նաեւ քննարկել ենք ադրբեջանցի փորձագետների եւ պաշտոնյաների նաեւ այս հարցերը տվել ենք Ես վստահորեն կարող եմ ասել, որ չկա որևէ ընկալում այս համաձայնագրերի, որը ենթադրում է, որ փոխադարձ կապ Հայաստան ընդ որում Հայաստան միակ դրամաբանական կապը դա Նախիջևանի տարածքով է, այսինքն Մեղրի Երևան, հա, Մեղրի Երասխ Երևան եւ այս ընկալում ունի եւ ադրբեջանական կողմը եւ այս ընկալումը հենց այդ փոխադարձ առավելությունների ամենակարևոր մասն է։ Ես կարող եմ նշել, որ հիմա Հայաստանի Հանրապետության գլխավոր խնդիրը
դա հենց այդ փոխադարձ առավելությունների մեջ ստանալ այնպիսի լուծում, որ մաքսիմալ բարենպաստ կլինի, այսինքն այն, որ այդ կապը լինելու է ամրագրված Հայաստան, դա անխուսափելի է, որովհետև դա սկզբունքներից Ինչից է կտենց վստահ դա բաներ։ թրիփ պայմանագրի, ասենք 3-4 կետերն են Հայաստան, ներքին կապերը միջպետական, միակ տարբերակը դա Հայաստանի ու Մեղրիի կապն է այդ երկաթուղիով։ Շատ լավ։ Ի նկատի այդ պայմանագրում կներեք, որ սենց կարող է ես իմ նամակում էլ էի գրել, թվաթե այտենց པարս հարցեր եմ տալիս եմ այն հարցերը, որ լսում եմ նաև համայնքում, որ խոսում են։ Այսինքն Երևանից Մեղրի գնացող, եթե նույնիսկ այդ շրջանակով լինի, այդ ճանապարհը ով է կառուցելու, ոնց է կառուցվելու ու մեկ էլ այդ առաջի հարցից որ տվել էի մոտավորապես ռեալիստիկ ձեր պատկերացումներով, դա երբ իրական շոշափելի բան կլինի։ Եթե քաղաքական կոմպոնենտը դնում ենք մի կողմ, ասենք հասկանում եմ, որ դա շատ քաղաքական բանն է, պրոյեկտ է, նաև չեմ վախենա ասեմ, բայց գիտեմ, որ ասենք դրանից զատ, եթե ասենք ամեն ինչ հարթ է գնում, տեխնիկապես ձեզ երբ դա կարան։ Եթե խոսքը վերաբերում է Մեղրի հատվածի երկաթուղու մասին, այստեղ կա մի յուրահատկություն, դա ես վստահ եմ ոչ թե լինելու է խորհրդային շրջանի երկաթուղին, որ եղել է, այսինքն այլ կոնտուր ունեցող երկաթուղի է պետք, եթե մենք ցանկանում ենք արագ բեռնափոխադրումներ եւ արագ ուղևորափոխադրումներ, Ադրբեջանի տարածքում դա մինչև 120 կմ/ժ արագությամբ է։ Հայաստանի տարածքում մենք այդ հնարավորությունները չունենք, հետեւաբար պետքա այդ ճանապարհը նոր ուղի ունենա, որ ավելի ուղիղ, հա, եւ ավելի արագ։ Երկրորդը, ինչ կոմունիկացիաներ են, այդ կոմունիկացիաները հիմա կան, եթե խոսում ենք Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքով, երկաթուղին կա, մայրուղին կա։ Երկաթուղու դեպքում Ադրբեջանը նախատեսում է մոդեռնիզացիա, որի հետ նաեւ հիմա գնում են բանակցություններ Եվրոմիության հետ, մոտ 1 միլիարդ դոլարի մասին է, եւ ադրբեջանցիները ցանկանում են ունենալ հենց ժամանակակից երկաթուղի, որը թույլ կտա այդ 120 եւ ավել կմ/ժ արագությամբ բեռնափոխադրումներ եւ ուղևորափոխադրումներ իրականացնել։ Այդտեղ մեզ պետք է վերականգնել, եթե խոսում ենք հայկական կողմին, ընդամենը սադարակ երաշխատվածը, որ Հայաստանի տարածքում մի քանի 100 մետրի մասին է խոսքը։ Իհարկե մենք նաև ունենք խնդիր Հայաստանի տարածքի երկաթուղիների մոդեռնիզացիայի խնդիրը, առանց դրա անհնար է ապահովել ժամանակակից բեռնափոխադրումներ, ուղևորափոխադրումներ։ Եվ սա արդեն երկրորդ հարցն է։ Ինչ վերաբերում է թրիփի շինարարության ժամկետներին, ես կարծում եմ իրատեսական ժամկետը 3-4 տարին է, եթե խոսում ենք Մեղրի հատվածում, գուցե ավելի արագ գնահատականներ ես հանդիպել եմ, որ դա ավելի արագ է հնարավոր, բայց դա խորհրդային շրջանի երկաթուղու վերականգնման մասին է։ Ինչպես նշեցի, եթե մենք ուզում ենք արագ բեռնափոխադրումներ, ուղևորափոխադրումներ, մենք պետք է որոշ հատվածներում ունենանք այլ ինժեներական լուծումներ, հա։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ուզում եք արձագանքեք, պարոն Թավադյան, խնդրեմ։ Եկեք Իրանի խնդրին մի քիչ հետո արձագանքեմ, որտեղ դա էլ է կարևոր հասկանալ, բայց ընդհանուր առմամբ ինչ վերաբերում է թրիփի նախագծին, ապա այստեղ մի քանի խնդիր կան, առաջին հերթին այդ երկաթուղին 44, հա, ընդհանրապես այս բանը չկա եւ այստեղ մեծ խնդիր է թե ում է դա իրականում պատկանում, որովհետեւ 18 թվականին Հայաստան-Ռուսաստանի Դաշնության հետ կնքել է համաձայնագիր 30 տարով, որ բոլոր, ռուսական երկաթուղիների հետ, որ բոլոր երկաթուղիները պատկանում են ռուսական երկաթուղիներին, այսինքն մինչև 30 թվականը այստեղ կարող են իրավական խնդիրներ առաջանալ այդ կառուցման հարցով։ Դա եթե կառուցի արժանանալու է այս պահին 400 միլիոն դոլարի կարգի, դա էլ պիտի հաշվի առնել, եւ այստեղ ինժեներական նախագիծ այս պահին չկա, հարցը այդ ինժեներական նախագիծը ով է տրամադրելու, ադրբեջանական կողմը թե չէ, այսինքն այստեղ հարցերը շատ են եւ այս պահին դրանք գտնվում են ավելի շատ քաղաքական հարթակում, քննարկումների հարթակում, քան այլտեղ։ Իրականությունը այն է, որ այս նախագիծը արդեն իսկ ներդրումներ է բերում հիմնականում ԱԿԲ բանկի միջոցով եւ ամերիկական կողմը հետաքրքրել է Հայաստանի Հանրապետությունով, սակայն ես չեմ տեսնում, որ մոտակա նույնիսկ միջնաժամկետ ապագայում այս նախագիծը տեղից շարժի, որտեղ իրականում հարցերը շատ են, հատկապես ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական հարցերը։ Այստեղ ուրիշ կողմից էլ այս հարցին պիտի մոտենական իրանական կողմից, որովհետև միակ կողմը, որը հստակորեն դեմ է այս նախագծին, Իրանի կողմն է, իսկ Իրանը մեր մոտ 4-րդ մեծագույն
ներմուծողներից է Ռուսաստանի, Չինաստանի եւ Ֆիլիպիններից հետո եւ Իրանից հիմնականում մենք բարտերով ներմուծում ենք, բոլորիս դա հայտնի է, գազ էլեկտրաէներգիայի դիմաց, որը շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության ընդհանուր առմամբ էլեկտրաէներգիան հաշվեկշռի պահպանության, ինչպես նաև հաճախականության պահպանության տեսանկյունից, որտեղ մենք մեր ավելցուկային էլեկտրաէներգիայի 17%-ն ենք այնտեղ արտանում, բայց սա սովորական բարտեր չի, որտեղ հատկապես վերջերս երբ արևային էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը մեր ընդհանուր ցանցում ավելացել է, սա բավականին մեծ խնդիրներ է առաջացրել եւ գրեթե ջարդման եզին է գտնվում մեր էլեկտրահամակարգը, այսինքն ջեկերը չեն հասցնում դա անել։ Պարոն Թավադյան, կներեք, ես ուզում եմ ժամանակ թողենք, որ դահլիճն էլ Ես արձագանքեմ էլի։ Միայն եթե կարճ, որտեղ պարոն Ֆանյանն էլ էր ուզում արձագանքել։ Նայեք, այդ երկաթուղիների կոնցեսիայի պայմանագիրը 2008 թվականինն է, ոչ թե 2018 թվականին։ 2030 տարով մինչև 2038 թիվը խնդիր կա այստեղ։ Այնտեղ մտնում է միայն նախկին անդրկովկասյան երկաթուղիների Երևանյան վարչության հատվածը։ Դա չի ներգրավում Մեգրին եւ դուք կարող եք ծանոթանալ Հարավկովկասյան երկաթուղիների կայքում եւ այլ փաստաթղթերում, իրենք ունեն նաեւ քարտեզները եւ նկարագրությունը ինչ է մտնում ռուսական կոնցեսիայի մեջ։ Մեղրի հատվածը խորհրդային տարիներին չի մտել Հարավկովկասյան երկաթուղիների մեջ, անդրկովկասյան երկաթուղիների մեջ, ինքը եղել է ադրբեջանական երկաթուղիների մաս, հա։ Այսինքն Ադրբեջանն է պատկանում։ Չէ, Ադրբեջանին չի պատկանում, ինքը քանի որ մեկուսացած է Հայաստանի ընդհանուր երկաթուղային ցանցից, ինքը չի մտել կոնցեսիոն պայմանագրով այդ շրջանակների մեջ եւ ինքը չի կազմում ռուսական կոնցեսիայի մաս, դա նկարագրված է հստակ, ես դա չեմ ասում որպես ենթադրություն, ես զբաղվել եմ այս հարցով, հետեւաբար այդ հարցը ընդհանրապես ակտուալ չի, քաղաքական առումով ինչ վերաբերում է Իրանին, եթե մենք ենթադրում ենք Իրան-ԱՄՆ կոնֆլիկտի սրացում եւ էսկալացիա, շարունակություն, իհարկե մենք կարող ենք ունենալ մտավախություններ այս թեմայի շուրջ, բայց ես չեմ կարծում, որ մենք ունենալու ենք այդ սրացումը, ես կարծում եմ, որ խնդիրը գնալու է քաղաքական կարգավորման, ինչ վերաբերում է Իրանի հետ Հայաստանի կապին, ու սա Իրանն էլ է շատ հետաքրքրված, նաեւ Նախիջևանի տարածքի բացումը կարևորագույն գործոն է Իրանի համար, դա միակ հնարավորությունն է ունենալ կայուն երկաթուղային կապ Իրանի եւ Թուրքիայի միջեւ, իրենք հիմա ունեն, բայց ինքը խնդրահարույց է Վանա լճի հատվածով, հա, այդ պարոմային փոխադրումների պատճառով եւ շատ ցածր թողունակություն ունի եւ նաեւ այնտեղ քրդերի գործոնը կա, ինքը պարբերաբար փակվում է։ Իրանի համար սա մուտք է դեպի Սևծովյան նավահանգիստներ եւ 97 թվականից դուք կարող եք բացել տարբեր փաստաթղթեր եւ գնահատականներ, որ ուղղությունն է ամենաշատը աճելու Հայաստան-Ադրբեջան սահմանի ապաբլոկադայի պայմաններում, դա հենց Իրանից ուղղված դեռնափոխադրումներն են դեպի Հայաստան, դեպի Սևծով եւ դեպի Թուրքիա։ Ու սա Իրանի համար կարևոր գործոն է, որ գիտակցում են նաեւ իրանական քաղաքական գործիչները։ Շատ լավ։ Պարոն Ֆանյան, եթե արձագանքելու բան ունեք, բայց ուզում եմ։ Չէ, ես արձագանք եղավ, ես ուղղակի փամաձների մասով առանձին դիտարկում անեմ։ Այո, փամաձները եւս շահելու են TRIP-ի նախագծից, բայց այդ հիմնական բենեֆիտները լինելու են անուղղակի, հա։ Մենք խոսում ենք խոշոր շինարարական նախագծերի մասին, բնականաբար այդ շինարարական նախագծերը կարծես թե մեր տեղական կառավարությունները չկան իրականացնելու։ Բայց նույնիսկ եթե տեղական կառավարությունները չկան իրականացնելու, այնտեղ լինելու են աջակցող ծառայությունները, որոնք հենց ՓՄԶ-ներն են այդ ծառայությունները մատուցելու։ Նույնը վերաբերում է խոշոր լոգիստիկ նախագծերին, որովհետև TRIP-ը իրենից չի ընդհանրում միայն, հա, եթե դրանից բխում է, որ Հայաստանում կլինեն նաև խոշոր լոգիստիկ հնարավորություններ, եթե իհարկե TRIP-ը շարունակվի Նախիջևանից դեպի Երևանով, հա, այսինքն Մասիսից Գյումրի, Ախուրիկ եւ այդպես կարծես այդ ուղղությունը լինի դա ինքը, այսպես ասած, spillover էֆեկտով տնտեսության բավականին տարբեր սեկտորների ազդելու է, թվում նաև շահելու են ՓՄԶ-ներ, դա ես ուզում ասեմ ընդհանրապես։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Պարոն Թունյանը շուտ է գնալու, ես ձեզ խորհուրդ կտամ, եթե պարոն Թունյանին ուղղված հարցեր ունեք, իրան էլի, հա։ Խնդրեմ, Արման ջան։ Անունս Արման է, բարև ձեզ, խոսքը սենց վերաբերում է պարոն Թունյանին, որտեվ քիչ առաջ այդ դիալոգի ժամանակ հիշում եմ ԵԱՏՄ-ի հետ առաջացած խնդրի ընթացքում շեշտեցիք, որ Հայաստանի կողմից նենց բան արված չի, որ այդ սրացման պատճառ դարձած լինի։ Ես մի քիչ կվերաձևակերպեմ, քիչ առաջ դուք ասացիք նաև հաշվարկները արված է, նենց չի, որ տնային աշխատանք չի արվում եւ այլն եւ այլն։ Բայց այս ամեն ինչի արդյունքում ինչքանով է քաղաքական, ինչքանով չէ, դուրվում է Հայաստանի տնտեսություն վարող, գործունեություն վարող անձինք։ Այդ հաշվարկներում այդ ամեն ինչը
հաշվարկած էր թե չէ, ու ինչ որ սուբսիդիաներ կամ այդ ռիսկերի գնահատումը պետությունը պատրաստվում է վերցնի իր վրա թե չէ։ Եթե արել են, ուրեմն ենթադրում եմ այդ ռիսկերը պետքա փակեին։ Ուրեմն ես ձեր որ հարցին պատասխանում էի, հետո մտա Telegram-ի մեջ ու սա ինձ ընդամենը կես ժամ առաջ Մեհեր Գրիգորյանը մեկնաբանություն ա տվել, ենթադրում եմ հենց ձեր ասած հարցը տվել են իրան, էլի։ Իմ կարծիքով Մեհեր Գրիգորյանից ավելի իրազեկված մարդ չկա ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում, բառացի կարդում եմ։ Ասում է ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու հարց դրված չէ։ Հետևաբար այս պահին հաշվարկներ անելու անհրաժեշտություն չենք տեսնում։ Եվ երկրորդ նախադասությունը. հուսով եմ խնդիրները, որոնք այժմ առաջանում են դեպի ՌԴ ապրանքների տեղափոխման հետ կապված, տեխնիկական բնույթ կունենան եւ շուտով կվերանան։ Իմ կարծիքով, եթե այս ձևակերպումը դիվանագիտական լեզվից թարգմանենք, սա նշանակում է սպասեք մի շաբաթ, ընտրություններից հետո ամեն ինչ պարզ կլինի, որտեղ ավելի բաց ես չեմ կարող ասել։ Այս քայլերը իմ կարծիքով, ես խնդրում եմ, եթե որևէ լրատվամիջոց այստեղ ներկա կամ բան, իսա որպես պաշտոնական դիրքորոշում չներկայացնի, բայց կատարվում է, այն ինչ կատարվում է, այս բոլոր քայլերը արվում են ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար։ Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն, կտեսնենք ինչ կլինի։ Եթե ինչ որ բան չլինի, այդ ժամանակ կառավարությունը ավելի կոնկրետ առաջարկներով հանդես կգա։ Ավելի բաց սրանից չեմ կարող ոչ մի բան ասել։ Բարև ձեզ, պարոն Թունյան, իմ հարցը ուղղված է ձեզ, ես ճիշտ ասած ուզում եմ ձեզ ընդունելության գրվեի, հիմա քանի որ պատե առիթ է։ Դե ուրեմն շատ ավելի նա ներկայանամ Մրգողի արտադրողա մեր ասոցիացիայի ներկայանամ անաձեռնարկատեր Հակոբ Մկրտչյան արդեն 5 տարի է։ Աքսիզային հարկը այն օրը ճիշտ ասած հանդիպում էր մեզ մոտ։ Ես մոտեցա պարոն Պապոյանին, ինքը ասեց, որ մի 30% իջնում է, բայց տեսեք 475%-ով բարձրացավ միանգամից, եթե հիշում եք 24 թվականի հունվարի 1-ի դրությամբ։ Հիմա այնպիսի ծանր իրավիճակ է ստեղծվել, որ այսօր մանրածախ շուկայում դարակաշարի վրա ապրանքը կարելի ասել չի վաճառվում, բավականին լճացված վիճակ է։ Ես հիմա ինչի եմ սա ուզում ասեմ, նախ որպես հայ մարդ, ասեմ ձեզ էլի, կառավարությունը ինքը ծրագիր ունի մրգային պտղատու ծավալները մեծացնի։ Այստեղ բնականաբար այդ ենթակառուցվածքների զարգացումն է կարևոր, դրանց թվում նաև ասենք օղի արտադրողներին է։ Հիմա կոնկրետ այս իրավիճակում, երբ որ sense վիճակ ստացած, հեսա գալցա սեզոնը, օրինակ հիմա մարդու ժողովուրդը մեզ խնդրում են, որ մենք գնանք, ասենք թե իրանցից վերցնենք, մանավանդ ասեմ ձեզ էլի, ես սովորաբար վերցնում եմ այն ծառի տակի թափածը, որտեղ նա ամենաբարձր շաքարայնությունն է իր մեջ պարունակում եւ ուրեմն ամենամեծ ելունքն է տալիս օղու։ Հա, այդ մարդիկ խնդրում են, թե ասում են ինչ կլի, արի հավաքի տար, ինչ գնով ուզում ես էլի։ Բայց ասում եմ, այս մեր պետակ, այն էլ պարոն Թունյանը մանակ, քաղաքական թիմի ներկայացուցիչ է։ Գոնե հիմա հանգիստ թողեք տենանք ընտրություններին չարնում նոր էս մարդուց խոստումներ բանանենք։ Չէ, Ուզում ասեմ պանելի թեմաներին հարցրեք, այս տիպի քննարկումներ ես ավելի շատ հանգստանում եմ, որովհետև այդ քաղաքական բաները ավելի շատ են հոգնածնում։ Տեսեք, մրգողիների հետ կապված, երբ որ մենք հարկը բարձրացրեցինք հիմնականում սովորական օղի արտադրող եւ վաճառողների բողոքների հիման վրա, որովհետև իրենք գիտեք ինչ էին ասում։ Ասում էին մրգողի արտադրողներից շատ մասը իրականում մրգողի չի արտադրում, արտադրում են սովորական օղի, գույն են տալիս եւ ասում են մրգողիների անվան տակ ավելի ցածր ակցիզային հարկ են վճարում։ Ու այդ տարբերակված ակցիզային հարկի դրույքաչափի արդյունքում ես ձեզ մոտավոր հարաբերակցություն ասեմ։ Օրինակ եթե մինչև այդ Հայաստանում սպառվող օղիների 80%-ը ցորենի օղիներ, 20%-ը մրգային 3 տարի հետո մեկ էլ պարզվեց, որ 80%-ը մրգային օղիներ են, 20%-ը սովորական։ Ու որ հաշվում էին, թե Հայաստանում ինչքան մրգային օղի էր արտադրվում, ստացվում էր, որ Հայաստանում այնքան միրգ պիտի աճեցվի, որ այստեղ էլ պիտի արդեն մրգի ծառեր լինեն։ Այսինքն այդ բանը կար։ Եվ երկրորդ հանգամանքը ակցիզային հարկը սովորաբար դրվում է այն ապրանքների վրա, որոնց սպառումը խթանելու խնդիր պետությունը չունի, հակառակը պիտի սպառումը զսպի։ Սիգարետ, ծխախոտ եւ այլն։ Այս առումով, եթե այդ տեսանկյունից եք նայում,
պիտի մրգողու սովորական ուղու մեջ էլ տարբերություն չուներ, երկուսից էլ մարդը հարբում է ու անցանկալի հետևանքների է բերում։ Բայց այս ամեն ինչը հաշվի առնելով, որոշվեց ամեն դեպքում մրգային օղիների ակցիզային հարկի դրույքաչափը իջեցնել։ Հիմա այդ օրենքի նախագիծը արդեն ազգային ժողովում է եւ կարծում եմ հունիսի 16-ին մենք ունենք ազգային ժողովի նիստ, ընտրություններից հետո նախորդ խորհրդարանը դեռ իր լիազորությունների շրջանակում է, կարծում եմ այդ նիստի ընթացքում մենք արագացված ընթացակարգով դա կընդունենք։ Եթե մեզ հիմնավոր հաշվարկներ կներկայացնենք, որ առաջարկվածից ավելի շատ է պետք իջեցնել, ես խոստանում եմ, որ դա անպայման քննարկենք ու հաշվի առնենք։ Շատ լավ, շնորհակալ ենք։ Ինձ էլ կներեք շատ հետաքրքիր էր իրոք, բայց ասեք։ Տեսեք, պարոն Թունյան, սուրճը հնչի հարցած, լիարժեք կիսում եմ կարծիքը, որ ստեղծված արտահայտման խնդիրները պայմանավորված են քաղաքական իրավիճակներով, բայց այդտեղ դուք նշեցիք, որ մեր որ գործողություններն են դրան բերել, ուզում եմ հավելեմ նաև անգործություններն են դրան բերում։ Մասնավորապես, օրինակ, այս ծաղիկների ոլորտում մենք անընդհատ ֆինանսավորում ենք կատարել ջերմոցային տնտեսություններին, եւ իրանց 90%-ը արտավում է Ռուսաստան, եւ եթե մնացած մրգերը մեր մոտ կարողանում ենք հետ բերել սարեստին հետագայում մոտարենք, ծաղիկների դեպքում դրանք թափվում են ամբողջությամբ։ Եվ մենք առաջարկով հանդես ենք եկել, որ եկեք ծաղիկների այդ process-ը անցած տարի է ունեցել նույն դեպքը, եթե մի 2 ամիս չեն աշխատում, թափում են, ամբողջ տարի իրենց մոտ ճգնաժամ է լինում։ Գոնե այդ ժամանակատվածում պետությունը կաղնի տնտեսվարողի կողքը, որպես կողմը բանկերի հետ, վարկերի մարման, ընթացիկ ծախսերի մարման հետ կապված գերխնդիր առաջան։ Չէ, ես այդ բիզնեսի հետ կապված առողջություն։ Ինչպես։ Հոլանդիայից։ Չէ, խնդիրը որտեղից է գալիս, բան չունեմ ասել, բայց պարբերաբար սա առաջանում է հենց քաղաքական իրավիճակով պայմանավորված։ Այստեղ պետության աջակցության կարիք ունենք, էլի։ Շատ լավ։ Արմեն Եղազարյան որպես ասոցիացիայի անդամ է։ Շնորհակալություն, պարոն Թունյան, դուք խոսքի մեջ ասացիք, որ զարմանքով ասացիք, որ այդ ինչ ենք արել մենք ՓՄԶ-ին, որ վատ պայմաններով են զարմանքով։ Արման Թաթոյանի հետ եմ։ Միասնության թևեր Արման Թաթոյանի հետ եմ, բայց անկուսակցական։ Մեծ ուշադրությամբ լսում եմ։ Ահա։ Հիմա ես ուզում եմ մի քանի պաշտոնական տվյալներ մեջ բերեմ 25 թվականի հետ կապված, երբ արձանագրվեց, որ 25 թվականին 30,196 ՓՄԶ փակվել է, եւ եթե մենք գրանցվածների հետ համեմատենք, այսինքն բացասական էֆեկտը լինում է 3400 ինչ-որ թիվեր, որ այդքանով պակասել է 25 թվականի ՓՄԶ-ները։ Հիմա ուզում եմ ասեմ, դուք արդյոք ախտորոշել եք ինչ գործողությունների արդյունքում էր, որ նման աննախադեպ անկում է գրանցվել 25 թվականին ՓՄԶ ոլորտում։ Երբ որ ասում եք ամեն ինչ այդքան լավ է, իրականում սա աննախադեպ անկում էր, որը գրանցվեց, որը պաշտոնական տվյալներ են։ Ես այդ թվերը պաշտոնապես հնարավորակ։ Բայց հարցը մի հատ բան անեմ։ Արդյոք եղել է ախտորոշում եւ որ գործողությունների արդյունքում 30,000 ասացիր թիվ։ Ահա 30,196։ Ես կպատասխանեմ։ Տես թիվ չի եղել դրա համար։ Ես գիտեմ, որ տես տիվ չի եղել, հեսա կպատասխան։ Նախ ձեր հարցին անդրադառնամ։ Ես ինչքանով տեղյակ եմ, ծաղիկների հետ կապված խնդիրը առաջանում է այն պատճառով, որ դրա այդ սոխուկները գալիս են Հոլանդիայից։ Ու այնտեղ մեկ մեզ փորձում են ստիպել ապացուցել, որ դա հայկական ցակման ծաղիկ է, մեկ չեն փորձում ստիպել ապացուցել։ Այսինքն արտադրողը ծաղիկ աճեցնողը, որ արտանում է Ռուսաստան, իր գլխին միշտ այդ ռիսկը կախված է։ Քանի եվրոպական համայնքի եւ Ռուսաստանի մեջ այս կոնֆլիկտը կա, այդ ռիսկը միշտ, այսինքն դա ռիսկային բիզնես է բարձր շահութաբերությամբ։ Այդտեղ պետությունը շատ բան չունի անելու, այսինքն դա բիզնեսմենի ռիսկն է, ինքը մտել է մի ոլորտ, որտեղ իր գլխին մշտապես ինչ որ վտանգ է կախված։ Ու այս դեպքում, երբ որ պետությունը ձեզ աջակցի, ասենք ինչի հաշվին, դա պիտի լինեն մյուս տնտեսվարողների հաշվին։ Միտեղ մտնելուց առաջ հեսա մյուս հարցին է։ Հիմա պարոն Եղազարյան, ձեր հարցին, քանի որ ձեր այդ ազգային ժողովում 1.5 տարի աշխատել ենք, ես հիշում եմ, որ դուք մշտապես այդ վիճակագրությունը յուրովի եք հասկանում, հետո վերջում պարզվում էր, որ իրականում այնպես չէր, ինչպես որ դուք հասկացել եք։ Հայ ոնց ես ես հիմա որ հարցնեմ, ասեմ, պարոն Եղազարյան, ինչու էստեղ դուրս գալուց, այստեղից դուրս գալուց օրինակ ոդկով հարվածեցիք այն աթոռին, չհարցնեմ, հարվածել եք թե չէ։ Հարցը միանգամից նստեմ, որ մեջը պնդում լինի։ Հիմա ձեր հարցը այնպեսին է, որ փակվել են, չեն փակվել, պարոն Եղազարյան 30,000 ՓՄԶ։ Ես բոլորովին վերջերս տվյալներ էի հրապարակել, որտեղ ՊԵԿ-ը
ինձ տվել էր Հայաստանում գործող բիզնեսների քանակը 2025 թվականի սկզբի եւ 2025 թվականի վերջի դրությամբ, թե խոշոր բիզնեսը, թե փոքր բիզնեսը, թե միջին բիզնեսը, երեք ուղղություններով էլ գործող բիզնեսների քանակը աճել է։ Եթե ավելի հավելյալ ինֆորմացիա եք ուզում, կարծեմ ձեր քաղաքական թիմի անդամներից է Դավիթ Անանյանը, որը եղել է ՊԵԿ նախկին նախագահ։ Խնդրում եմ պարոն Անանյանից, թող ՊԵԿ-ի իր նախկին գործընկերներից իր այդ վիճակագրությունը խնդրի ձեզ ներկայացնի։ Եթե շատ ավելի հետաքրքիր է, ես կարող եմ այդ վիճակագրությունը ձեզ ուղարկել։ Շատ լավ, շնորհակալ եմ, ես վերադառնալով մեր պանելային քննարկման մեր գործընկերներին եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, ձեզ էլ շնորհակալություն, պարոն Թունյան, որ ժամանակ գտաք եկաք։ Պարոն Մելիքսեթյան, այդ իմ տված հարցերի մասով ես էլի կարող եմ նաեւ բանով ոչ պանելային քննարկման շրջանակներում իրականում գրեմ այնինչ հարցեր, որ իրական մարդկանց հետաքրքրում է ու գուցե նաև բաներ բարբերաբար ինչ որ հրապարակումներ բնականա կողմնակից եմ հիմնավորումներով էլի նույնը նաև ձեզ հարգելի գործընկերներ պարոն Ֆանյանը գիտի մենք տենց անդադ նայում ենք եւ Modex-ի եւ Access-ի հրապարակած թվերին հենց ՓՄԾ-ներին վերաբերելի եւ ձեզ պարոն Թավադյան շատ շնորհակալ եմ ժամանակ գտաք եկաք խնդրեմ մեզ միշտ հետաքրքիր են թվերով եւ փորձագիտական վերլուծությունով ձեզ շատ շնորհակալություն այսօրվա քննարկման համար այս մեր քննարկման մասն էր պատվիրակներին կխնդրեմ ընդմիջումից հետո անցնել բանի քվեարկման դահլիճը իսկ մյուսներին սուրճից հետո գալ որտեղ մեր հաջորդ քննարկումները շատ հետաքրքիր թեմաներով ալինելու բայց մինչ այդ մի հատ հետաքրքիր բան եմ ուզում ասել որ այսօր մենք համաձայնության ենք եկել Made by Armenians ՀԿ-ի նախագահ պարոն Արամ Արությունյանի հետ որ իրար հետ համագործակցելու ենք նաև այդ աջակցության ծրագրերով որտեղ պարոն Մարությյանն իրենց փոքր բայց ուժեղ թիմով գործնական քայլեր են անում նաև հենց Եվրոպա արտահանման դիվերսիֆիկացիայի ու կոնկրետ արդեն բաներ ունեն արած, որը ինքը իր պրեզենտացիայի ժամանակ կներկայացնի, իսկ այսօր երկու կառույցներ շնորհավորում եմ, որտեղ հենց հիմա մենք նաև համագործակցության հուշագիր ենք ստորագրում իրար հետ, այսքանը շնորհակալություն։ Քանի որ մենք շատ հարցերով տեսել ենք աշխատել, Made by Armenia, ես այսօր կմգիշեր նայենք Ղազախստանից, արտակարգ անցել կարելի 15 ամենահազար բրենդերին Հայաստանի շատ գոհ են, դայակավոր Բուրգասն եւ ովքեր որ գնալու են, կարող մոտենաք պարոն Շահումյանին եւ կոնտակտները թողեք, որ հետո պրեզենտացիա եթե պետք է ուղարկեք, հա, որպեսզի մենք ունենանք մեր բանի մեջ, հա, ինֆորմացիոն բանի մեջ։ Դարձին երկու բառով ասեմ, շատ շնորհակալություն ձեզ, շատ զգացված եմ, շատ 13-րդ ժամանակում եւ ինձ էլ եմ խնդրել, որովհետեւ այստեղ պետք է բավականին խնդիրներ ունենք։ Մենք էլ պետք է ուժերը միավորենք։ Այս ուշագիրը դրա հետևանքն է եւ ձեր հարթակները շատ լավ են, որպեսզի կարողանանք համատեղ օգտագործել։ Եվ մեր ուժերը։ Դրա ստերից ակումբներ, այնքան որ հենց այնց էլ բանջեր ուշագիր չէ։ Իրականում լավ քննարկումներ արվում